Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել։ Նորվեգիայի ոստիկանության հաղորդմամբ պայթյունը տեղի ունեցել դեսպանատան տարածքի հարևանությամբ գտնվող հյուպատոսական բաժնի մուտքի մոտ։ Նախնական տվյալներով պայթյունն առաջացել է պայթուցիկ սարքից, որը տեղադրված է եղել պայուսակի մեջ։ Միջադեպի հետևանքով շենքին հասցվել է փոքր վնաս, սակայն տուժածներ չկան։ Քննվում են մի քանի վարկածներ, այդ թվում հնարավոր նպատակային հարձակման տարբերակը։ Մինչև այս պահը կասկածյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Լիբանանի հարավում բնակելի շենքի վրա Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերջին մեկ օրում ավելի քան 100 ավիահարված է իրականացրել Լիբանանի տարածքում։ Զինվորականների հաղորդմամբ թիրախավորվել են զենքի պահեստներ եւ Հեզբոլահի շարժման տասնյակ ռազմական օբյեկտներ։ Բեյրութի Դահիե շրջանում իսրայելական բանակը հարվածել է նաեւ Ռադվան ուժերի հրամանատարական կենտրոնին եւ ուսումնական համալիրին։ Ցախալը հայտնել է նաեւ Հեզբոլահի զինյալ Մուստաֆա Ահմադ Ալ-Զեյնի ոչնչացման մասին։ Իսրայելական կողմի պնդմամբ նա մի քանի տարի ապրել է Իրանում եւ այնտեղից ղեկավարել Հեզբոլահի գործողություններն Իսրայելի դեմ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով վերջին մեկ շաբաթում Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվածների թիվը մոտեցել է 400-ի։ Բեյրութի կենտրոնում գտնվող Ռամադա հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է 4 մարդ, եւս 10 վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղումանելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։ Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարվածել են հյուրանոցի սենյակներից մեկին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրականացվել է ճշգրիտ հարված, թիրախավորելով Բեյրութում գործող Քուդս ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարներին, որոնք ըստ Թել Ավիվի զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Վաշինգտոնը հայտարարել է, որ պաշտոնապես ճանաչում է Վենեսուելայում ձևավորված նոր կառավարությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով այս քայլը նպատակ ունի նպաստելու երկրում քաղաքական կայունության հաստատմանը եւ ժողովրդավարական գործընթացների առաջխաղացմանը։ Միացյալ Նահանգները նաեւ պատրաստակամություն է հայտնել գործակցել Վենեսուելայի նոր իշխանությունների հետ տնտեսական եւ քաղաքական մի շարք հարցերի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կուբան գտնվում է ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակում եւ շուտով այնտեղ կարող են տեղի ունենալ մեծ փոփոխություններ։ Նրա խոսքով Կուբան փակուղում է եւ պետք է պատրաստ լինի առաջիկա զարգացումներին։ Նա նաեւ նշել է, որ Կուբայի հարցը կարող է դառնալ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հաջորդ ուղղություններից մեկը։ Ֆրանսիական հայրենասերներ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական ու ռազմական աջակցությունը։ Քաղաքական գործիչը նշել է, որ եվրոպական երկրները չպետք է շարունակեն աջակցել Կիևին, արձագանքելով նաև Հունգարիայում անցկացված բողոքի ակցիաներին, որոնք կազմակերպվել էին Ուկրաինայի դեսպանատան մոտ։ Վոլոդիմիր Զելենսկու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին հնչեցրած հայտարարությունների ֆոնին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին առաջին ուկրաինացի զինվորականներն ու փորձագետները կմեկնեն Մերձավոր Արևելք, Պարսից ծոցի երկրների զինվորականներին անօդաչու թռչող սարքերի խոցման հմտություններ փոխանցելու համար։ Նրա խոսքով առաքելության նպատակն է կիսվել Ուկրաինայի փորձով անօդաչու սարքերի դեմ պաշտպանության ոլորտում, որը ձեռք է բերվել պատերազմի ընթացքում։